Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի սեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գուզեք որ ծեր դունը հրեշտակներով լեցվի։ Գուզեք ծեր դան անդամները երկնային այս էակներով պաշտպանվին եւ իսկապես ծեր դունը դառնա հրեշտակներու վայրի։ Աբա սիրելիներ, պետք է համապատասխան մթնոլորտը ստեղծեք ծեր դան մեջ եւ ընտանիքի անդամները իրենց կյանքի մեջ։ Երեք բաներ պետք է կատարել, որբեսի հրեշտակները հրաբուրենք եւ հրավիրենք մեր դունը, այլապես անոն գվանվին, անոն գեհրանան մեզ։ Առաջինը մեր դուները պետք է վերածել աղոթքի դուներու։ Իսկապես սիրելիներ, այն դան մեջ, ուր աղոթք կլա, ուր դերը կպաշտվի, ուր Աստուծո խոսքը կընթերցվի, ապա այդ դունը ստեղծած կտնա մթնոլորտը, որ հրեշտակներ կան։ Չմոռնաք, որ հրեշտակները երկնքին մեջ մշտական պաշտամունքի մեջ են, մշտական աղոթքի մեջ են Աստուծո դիմաց։ Եվ քանի որ աղոթքը սիրելներ մեզ Աստուծո կգապե ու Աստծո ներկայությունը կբերե, հետևաբար այն դուներու մեջ, ուր աղոթքը կդարվի, այն դուներու մեջ, ուր Հիսուս Քրիստոսի անունը կփառավորվի, այն դուներու մեջ, ուր շնորհակալության, քոապանության աղոթներ կփարսացվին, սաղմոսներ կսվին, շարականներ կերկվին, ապա այդ դուներուն մեջ հրեշտակներ ներկա կլան։ Պողոս առաքյալը դուրամար գսե Եփեսացիներու նամակի մեջ 5-րդ գլխու 19 եւ 20 համարներու մեջ իրարու հետ սաղմոսներով, օրհնություններով եւ հոգեվոր երգերով խոսեցեք եւ ձեր սիրտերու մեջ միշտ երգեցեք ու սաղմոս ասեք Տիրոջ ամեն բանի համար միշտ շնորհակալություն հայտնելով Հոր Աստուծո մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով։ Երկրորդ, երբ որ սիրելներ հյուրասիրություն, ազնվություն, բարեգործություն կցուցաբերենք անձանոթներու նկատմամբ, այդ ժամանակ հրեշտակները որ թիմավորած կլանք։ Սուրբ գրքի մեջ ուղղակի գսվի սիրելներ, որ հրեշտակները գրնան աղքատի գերբարանքով, գարիքավորի գերբարանքով, օդարագանի գերբարանքով մեզի ներկայանալ։ Եվ եթե մենք առանց իմանալու, սակայն քրիստոնեական հոգիով բարեգործ կյանքով ապրենք, անոթին գշտացնենք, գարոդյալին հասնենք, որբին հասնենք, այս բոլորը երբ անենք սիրելներ, գրնանք առանց իմանալու հրեշտակներ հյուրընկալած լալ։ Տեսեք այս մասին ինչ կսե Եբրայեցիներու նամակի 10-րդ գլխու, պիտի կարդամ ցեզի սիրելներ առաջին 3 համարները։ Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լաց ցեզի համար։ Մի մոռնաք հյուրասերը լալ, որովհետև այդպիսով ոմանք առանց գիտնալու հրեշտակներ հյուրասիրեցին։ Հիշեցեք բանդի մեջ եղողները, դուք ցեզ անոնց բանդագից ըսկալով։ Նույնպես հիշեցեք չարչարանքներու մեջ եղողները, դուք ցեզ անոնց դեղ տնելով։ Ահա սիրելներ, գարեկցանք ցուցաբերել իրարու նկատմամբ, եղբայրասերը լալ, հյուրասերը լալ, կնշանակե մթնոլորտ պատրաստել, համապատասխան մթնոլորտ պատրաստել մեր դուներու մեջ, որ հրեշտակներ այցելեն մեզի։ Եվ ասիկա շատ կարևոր է։ Երրորդ, սիրելներ, Սուրբ Հոգին նեղացուցած կլանք, երբ որ Սուրբ Հոգին հագարակ բաներ կատարենք մեր դուներեն ներս։ Եվ երբ որ Սուրբ Հոգի չգա, եւ որ Սուրբ Հոգին կնեղացնենք, հրեշտակներն ալ այդ դեղը գոյություն չեն ունենալ։ Հրեշտակները գվանվին սիրելներ եւ այդ ժամանակ հրավիրած կլանք չար ոգիները անոնց փոխարեն։ Ինչ անելով։ Օրինակ, եթե դան մեծ սիրելներ այնպիսի առարգաներ ունենք, որոնք սատանայական են, ուրիշ չաստվածներու կպատկանին, օրինակ Բուդդայի արձանը, կամ եգիպտական փուրքեր, կամ եգիպտական փուրքերու պատկերներ, պապիրուսներու վրա եւ այլն։ Այն բոլոր բաները, որոնք գվանեն հրեշտակները
եւ գհրավիրեն չար ոգիները, հետվապար հրեշտակները այնտեղ չեն լար։ Չմոռնաք, որ հրեշտակները սիրելիներ Աստուծո գողմե գղրգվին մեր բրգության համար։ Այս մասին Պողոս Արաքյալ գսե Եբրայեցիներուն նամակի առաջին գլխու 14 համարի մեջ։ Չէ որ հրեշտակները Աստուծո ծառայող հոգիներ են եւ իր գողմե գղրգվին օգնելու համար անոնց, որոնք բրգությունը պիտի ժառանգեն։ Եթե սիրելիներ դուներու մեջ գաբույթ հլուներ, ցիու բայդեր, կամ սուրճի բաժակ նայիլ, կամ քարտեր նայիլ եւ այլն այս բոլորը կդարվին։ Կամ եթե դան մեջ սիրելիներ սատանայական երկաղմուկներ լսվին, սատանայական գեյմեր խաղցվին, վախնալիք ուրեմն գինոներ թիդվին, մուվիներ թիդվին, այդ ժամանակ չար ոգիները հրավիրած կլան եւ վանած կլանք հրեշտակները։ Չմոռնաք, պետք է սիրելիներ մտնոլորտը ստեղծենք հրեշտակներուն համար։ Կամ նույնիսկ երբ որ գչարախոսենք դուներու մեջ, գփամփասենք, գանիծենք, ծածուկ մեղքեր կկործենք, այդ բոլորը սիրելիներ գվանեն հրեշտակները մեր դուներեն եւ մեր ընտանիքի անդամներեն։ Հետևաբար շատ կարևոր է, որ մեր անձերը խոնարեցնենք, զղջանք, խոստովանենք, ապաշխարենք, բայեցողություն կատարենք, աղոթենք, սուրբ գիրք կարդանք, եկեղեցի աջակենք, սուրբ հաղորդությունը ստանանք, այս բոլորը սիրելներ սկանչելի առիթներ են, որ հրեշտակները մեզ պաշտպանեն։ Եվ ինչ կսե 91-րդ Սաղմոսին մեջ 11 եւ 12 համարներու մեջ Դերը քեզի համար իր հրեշտակներուն պիտի պատվիրե, որ պահպանեն քեզ ուր որալ երթաս։ Իրենց ցերկերուն վրա պիտի բռնեն քեզ, որբեսի չլա որ ոտքդ քարի մզառնվի։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, եկեք իսկապես մեր կյանքը փոխենք, մեր ընտանեկան մթնոլորտը փոխենք։ Չհրավիրենք մարդիկ, որոնք անաստված են, որոնց փերանները հայույանքներով ու անեծներով լեցուն են։ Հրավիրենք մարդիկ, թեգուս անձանոթներ, որոնց փերանները օրհնությամբ լեցուն են։ Ապրինք հյուրասեր կյանքով, մեր դունը դարձնենք աղոթքի վայր, պաշտամունքի վայր, սուրբ վայր եւ ապրինք սրբությամբ եւ այդ ժամանակ է որ սիրելիներ հրեշտակները պիտի քան պաշտպանեն մեզ, մեր դունը, մեր ընտանիքի անդամները եւ մեր կյանքը պիտի առաջնորդեն Աստուծո ճամփաներուն մեջ են։ Թող Աստված հրեշտակներով լեցնե ձեր կյանքերը եւ անոնց բահբանությամբ հասնիկ հավիտենական կյանքին։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։